Ողջույն գործարար ալիքին միացած ռադիոլսողներ եւ դիտողներ։ Դուք միացել եք 106.5 հաճախականությանը։ Ես Գայա Ասոյանն եմ եւ լսում ենք Թարմ ուղեղով հաղորդումը։ Այսօրվա մեր հյուրը Նինա Կարապետյանց, Նժար սահմանադրական շարժման համահիմնադիր, իրավապաշտպան, բարև ձեզ։ Ողջույն։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Տիկին Կարապետյանց, նախքան խորհրդարանական ընտրությունները դուք քաղաքական դաշտ մտաք բոլորին դեմ եմ եւ կարգավիճակով եւ կուսակցությամբ, արդյոք այսօր կրկին բոլորին դեմ եք, թե ամեն դեպքում ինչ աշխատանքները մեկնարկել են, որոշակի փոփոխություն եղել է ձեր հայացքներում։ Իրականում բոլորին դեմ եմ մի քիչ շատ մանիպուլացվեց, այնպես չէր որ մենք ամբողջ աշխարհին դեմ ենք։ Իրականության մեջ այն բոլոր խաղացողներին կամ այն բոլոր մարդկանց, ովքեր որ հաշտ էին այս իրողության հետ եւ խաղում էին այսպես տարբեր ժամանակների հանցավոր ռեժիմների ստեղծած համակարգերի խաղի կանոններով ու հաշտ էին դրա, այդ մենք իրանց էինք դեմ, թե չէ մնացածին բնականաբար կողմ էինք։ Հիմա այս կարգավիճակով հիմա նոր այսպես շարունակականությունն ավելի շուտ ապահովում, որտեղ Նժար սահմանադրական շարժումը սկզբանե հայտարարել էր, որ մենք չենք գրանցելու կուսակցություն, որպեսզի չսահմանափակենք մեր այսպես աշխատանքները, մեր գործունեությունը։ Հիմա մենք շարունակում ենք մեր այն աշխատանքները, որոնք սկսել ենք դեռևս որպես Նժար սահմանադրական շարժում միջև բոլորին դեմ են միանալը։ Իսկ տրամաբանությունը հետեւյալն էր, պետք էր ստեղծել այնպիսի մի պրոյեկտ, որի շուրջ հնարավոր լիներ հավաքել շատ տարբեր հայացքներ ունեցող մարդկանց։ Սա պիտի լիներ վերկուսակցական, համահայկական ինչ-որ պրոյեկտ, ու մենք դրանից չենք հրաժարվել, որ ասում մենք գնացինք ծեծկիրանք, հետո հետ եկանք ու նորից շարունակում ենք, այդ վիճակն է։ Ես կարծում եմ, որ այս պրոյեկտը իսկապես կարիք ունի մեր հասարակությունը այս պրոյեկտի, մեծ հայկական պրոյեկտի, որովհետև այս ինչ ասեմ, այս բաժանվածությունը, այս փոխադարձատելությունը ինչ որ մի պահի պիտի կանգնի, ոնց հասկանում եմ իշխանությունը դա չի պատրաստվում անել, ընդդիմությունը կարծես թե չգիտեմ, չի ուզում, չի կարողանում, չգիտեմ ինչ են անում, առանձնապես չեմ էլ հետևում անկեղծ ասեմ պարլամենտական այդ դեբատներին, բացառությամբ առանձին ինչ որ դրվագների երբ որ խոսք կա հնչում, այնպես որ մնում է այն հասարակության այն մասը, որը որ պասիոնար է, որը որ ցանկություն ունի փոխելու, որ իսկապես հենց պետության հայրենիքի ոչ թե ինչ որ մի առանձին թիմի, խմբի, կուսակցության կամ ինչ որ առանձին մարդու շուրջ հավաքվելու տենց մոլուցքով ապրում, իսկապես պետության ցավն ապրում ու այդ մարդիկ կարիք ունեն համախմբման։ Մենք այդ պրոյեկտն ենք առաջարկում, դրա վրա ենք աշխատում։ Թեև ասացիք, որ մեծ հաշվով չեք հետևում այդ պարլամենտական գործողություններին, բայց այնուամենայնիվ ինչպես է գնահատում նոր խորհրդարանը, այն ուժերը, որ անցել են, թե իշխանությունը, թե ընդդիմությունը, որևէ սպասելիքներ կամ ակնկալիքներ, որ կարծում եք գուցե եւ արդարացվեն։ Միակ սպասելիքը, ես ի սկզբանե ասել եմ, որ մի պահ բան եղավ, չէ՞, տենց դիսկուրս եղավ, վերցնել, չվերցնել մանդատներից, ասել եմ, որ դա բացառապես իրենց պատասխանատվության ներքո է, որտեղ իրենք պիտի, եթե մանդատները վերցնում են, ուրեմն պիտի հասկանան, որ պիտի կարողանան ապահովել, դա կոչվում է քաղաքական անասնագողություն, դա կարծես դառել է արդեն շատ կայուն տերմին, որովհետև փախցնել մարդկանց Նիկոլ Փաշինյանի կողմից լավ է ստացվում, եթե կարողանալու են պահել գոնե դիրքը 3/5-րդը չապահովելու համար Նիկոլ Փաշինյանի գործողություններին չսատարելու համար, թող գնան պայքարեն, բայց մեծ բանով չեմ հետևում, որտեղ նախ որևէ նոր սպասելիք չունենք, ասենք ինչը պիտի նոր լինի, այո, կա նոր դերակատար իսկապես, բայց այդ նոր դերակատարի թիկունքում կամ թիմակիցները կամ հիմնական այսպես ասողները այդ թիմում իրենք շատ կանխատեսելի մարդիկ են, ոչ մի արտառոց բան այնտեղ լինել չի կարող, ոչ մի արտակարգ տենց միտ գաղափար լինել չի կարող, թեև ես համարում եմ, որ առանձին անհատներ, երիտասարդներ կան այդ բոլոր թիմերում, որոնք որ շատ լավ որակի են, ես շատ ափսոսում եմ, որ իրենք այդ թիմերում են, ինչ մեղք կստացնեմ, բայց կարծում եմ այդ մեծ հայկական պրոյեկտի շրջանակներում սերնդափոխություն պիտի լինի եւ սերնդափոխությունը լավագույն լուծումն է լինելու այս մեր process-ի մեջ, որովհետև մեր սերունդը իրան կարծես թե սպառել է։ Ես շատ ցավով եմ ասում, որովհետև մեր սերունդը շատ պայքարած սերունդ է։ Մենք 90-ականների դժվարություն 88-ի օպերայի պայքարից սկսած 90-ականների դժվարություններով անցած, փողոցներում պայքարած, տարբեր սարերում, ձորերում ամեն սարի թփի համար կռիվ տված, ամեն մարդու խոշտանգվածի, չգիտեմ, ծեծածի, սպանվածի համար կռիվ տված, զինվորի համար կռիվ տված մարդիկ ենք ու հանկարծ պարզվում է, որ մեր գործունեությունն էլ արդյունավետ չի եղել։ Հետևաբար ինչ որ մի բան սխալ ենք արել։ Այ հիմա այդ սխալը ուղղելու ժամանակն է ու նոր սերնդի համար տրամպլին հանդիսանալու այդ ճանապարհն է, որը պիտի կարծում եմ մեր սերունդը շատ տենց պատվով գոնես մի բանը շնորհքով անենք։
Տիկին Կարապետյանց, քանի որ դուք իրավապաշտպան եք, եւ եթե չեմ սխալվում, նաեւ փաստաբան եք աշխատում, ուզում եմ խոսենք մի փոքր իրավական հարցերի շուրջ։ Առաջինը քաղբանտարկյալների մասին մի փոքր խոսենք, որովհետեւ այսօր թե մամուլում, թե առհասարակ ընդհանուր քաղաքական դաշտում անընդհատ շեշտվում է եւ անընդհատ երեկել, եթե տեսել եք, մարդիկ հավաքվել են, պահանջել են քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանություն եւ այլն։ Առհասարակ այսօր Հայաստանում իրապես քաղբանտարկյալներ կան, դուք որպես իրավապաշտպան ինչպես է գնահատում սա եւ մի փոքր արդեն եթե կցանկանաք օրինակներով բերեք առհասարակ։ Ես եւս մասնակցել եմ, այո, քաղբանտարկյալները Հայաստանում կան, երեկվա կայացած այսպես հավաքին ես եւս մասնակցել եմ, որովհետեւ կապ չունի ես այդ մարդկանց հետ քաղաքական հայացքները կիսում եմ թե չեմ կիսում, շատ կարեւոր է դժվարին պահերին լինել այնտեղ, որտեղ դու պիտի սկզբունքորեն համարել ես, որ դու պիտի լինես այնտեղ։ Այսինքն առաջնորդվել են սկզբունքով, որ ես այս մարդուն սիրում եմ, այս մարդուն չեմ սիրում, այս մարդու քաղաքական հայացքները կիսում եմ կամ չեմ կիսում, դա աննորմալ եւ դեգրադացված մտածողության ձև է, ցավոք սրտի մեր քաղաքասարակության մի մասը այսօր հենց այդպես է առաջնորդվում, շատ ցավալի է, որովհետեւ դու դուրս ես գալի քո սկզբունքներից, դու այլևս չես կարող քեզ համարել օբյեկտիվ, adekvat եւ ընդհանրապես որևէ սկզբունքներ պահող մարդ։ Այո, քաղբանտարկյալներ նորից կան։ Հիմա դժվարություն կա, մեծ դժվարություն կա։ Օրինակ թվով ասել քանի քաղբանտարկյալ կա, որովհետեւ մյուս կողմից էլ շատ ցավով պետք է ասեմ, որ ժամանակին կար քաղաքասարակություն, բավականին զարգացած ամուր քաղաքասարակություն, որը շատ արագ արձագանքում էր, ու մենք նստում ու քննարկում ենք տարբեր թիմերով, քննարկում ենք ամեն кейս, ամեն գործը քննարկում ենք ու մենք կարողանում ենք գոնե մենք մեզ համար գնահատենք սա քաղաքական հետապնդում է, այս մարդը քաղաքական բանտարկյալ է թե չէ։ Այսօր չկա այդ հարթակը։ Քաղաքասարակության ճնշող մեծամասնությունը կամ գոնե կարկառուն դեմքեր ասում են, որ քաղաքական բանտարկյալներ չկան, դե պարզավոր այդ մարդիկ սպասարկում են Նիկոլ Փաշինյանի շահերը, պարզավոր պիտի հենց այդպես էլ ասեն։ Հակառակ կողմը անդիմությունը ում ինչ առիթով բռնում են, ասում է քաղաքական բանտարկյալ։ Ես հենց դա էի ուզում ձեզ հարցնել։ Ու դա շատ ցավալի է, որովհետև քաղաքաբանտարկյալը շատ կարևոր գաղափարում միտք է, հա, չի կարելի ամեն իրավիճակում օգտագործել այդ բառը ու արժեզրկել այդ բառը, շատ կարևոր է, բայց նաև ելք չկա, հա, որովհետև չկան այն ինստիտուտները, այն թիմերը, այն խմբերը, որոնք կնստեն, մասնագիտական աշխատանք կանեն եւ այնպիսի անաչառ մարդիկ, ովքեր ում խոսքը այս մարդկանց քաղաքաբանտարկյալ լինել չլինելու մասին գոնե արժեք կունենա եւ հետո հնարավոր կլինի նաեւ օգտագործել թե միջազգային դատարաններում, թե տարբեր հանդիպումների ժամանակ։ Այս հարցի շուրջ երևի թե պետք է մտածել, գտնել այն շրունքները քաղաքասարակության այն adekvat մնացած իրավապաշտպաններին, ովքեր իսկապես պատրաստ են այս ուղղությամբ աշխատանքներ տանել, որտեղ սա շատ կարևոր հարց է։ Իսկ այն որ Հայաստանում կան քաղաքաբանտարկյալները, կասկածից դուրս է։ Մի օրինակ ամենակարելի բերել, օրինակ հենց երեք հիմնական պատճառը ոնց որ հանդիպման հավաքի դա Արեգնազ Մանուկյանի այո հետ կապված դեպքներ, որևէ ողջամիտ պատճառ ինչի պիտի Արեգնազ Մանուկյանը իր 13 տարեկան երեխայի հետ գոնե հեռախոսով չխոսի, չկա։ Գիտեք, երբ որ երեխան, ասենք 17 տարեկանը, 20 տարեկանը, հա, մեծաչափ հասա, բայց հայկական մտածողության մեջ ինքը մեկը քո երեխան է, չէ։ Դե հասկանալի է, լավ, մարդը կարող է ինֆորմացիա տանի, բերի։ Այո, ըստ ինչու եկանք հասանք այն կետին, որ պետքա լիներ այդ բողոքի ձայնը, պետքա ճնշեր, որ կարողանար Արեգնազ Մանուկյանը խոսեր դստեր հետ։ Արդյոք սա քաղաքական ենթատեքստ ունի, թե իրավական այլ ինչ որ մի պահ է։ Իրավական հենց դրա մասին է ասում, որ իրավական որևէ հիմք այստեղ չկա, որևէ ողջամտություն չկա ցանկացած գործողության մեջ։ Ես օրինակ գալիս եմ հակառակ կողմից, փորձում եմ հասկանալ, լավ, ինչ որ պատճառ պիտի լինի, չէ, ինչ որ հիմք պիտի լինի, ինչ որ բացատրություն պիտի լինի։ Ինչքան էլ համաձայն չլինեմ այդ որոշման։ Չկա որևէ իրավական հիմք, բացատրություն, ինչի պիտի 13 տարեկան երեխայի հետ գոնե հեռախոսով ծնողը չխոսա, այն դեպքում, որ որևէ մեկի համար գաղտնիք չի։ Հիմա կասեն դա այդպես չի, բան սուտ ինֆորմացիա, բոլորն էլ գիտեն, որ հեռախոսով լսելն էլ խոսում են։ Հանդիպման սենյակներից էլ լսում են, ասում ով չգիտի։ Նրանք ովքեր որ երկար տարիներ աշխատել են, իրանք շատ լավ գիտեն, եթե դու գաղտնի բան ներխոսալու թղթի վրա գրում ես ու իրար հետ թղթի վրա գրելով ենք խոսում։ Ինչի մասին է խոսքը։ Այսինքն դուք վերահսկելու հնարավորություն ունեք։ Ու 13 տարեկան երեխային նկատմամբ այսպիսի վերաբերմունք դրսևորելը դա խոշտանգում է, դա անմարդկային վերաբերմունք եւ խոշտանգում է թե Արեգնազի նկատմամբ, թե իր երեխայի նկատմամբ։ Հիմա եթե իրենց պատկերացրած արդարադատությունը է տրամաբանության մեջը, սա արդարադատություն չի, ինձ կոնկրետ այսպիսի արդարադատություն պետք չի։ Սա քաղաքական իհարկե որոշում էր, ինչ որ մեկը ձեռը սեղանին խփել էր ու ասել էր, որ ամենակոշտ ձևով, ամենախիստ ձևով, տեսեք ինչ եք անում, ում ոնց եք ծեփում, ում ոնց եք փռում, ում ոնց եք ինչ էր ասել, ինչ որ տարբեր բառապաշարեր, բառամթերքեր օգտագործել, դե քննիչներն էլ բոլոր ժամանակներում ծառայել են օրվա իշխանության
իշխանություններին։ Դա որևէ մեկի համար գաղտնիք չի, ով էս համակարգի հետ շփվել է 36 տարի, ինքը գիտի ոնց կասեն, տենց կանեն։ Ասեք անենք տարբերակը իրանց մոտ աշխատել է շատ ավելի շուտ, քան ով էր Ավինյանի ասելը։ Այնպես որ թե դատախազությունը, թե մնացած բոլորը պիտի հասկանան, բայց իրանք էլ պիտի հասկանան, որ սա հարատև լինել չի կարող։ Շատերը օրինակ 18 թվականից հետո գիտեք արդարադատության համակարգը, քննիչները, դատախազները, դատավորները մի տեսակ ոնց որ դարձի եկան, էլ ինքնական մի դեպ դարձի եկան, որովհետև շատ երկար, այդպես էլ ավելի շուտ ոչ լուստրացիա եղավ, ոչ վեցինգ եղավ, ոչ փոփոխություն եղավ, ոչ պատասխանատվության հարց բարձրացեց, բայց քանի որ իրանք գիտեին իրանք ինչեր են արել, ասենք ես դուք մնացած գիտենք 1/10 մասը կամ չգիտեմ մի քիչ ավելի մի քիչ պակաս, իրանք դե գիտեին ամբողջությամբ ինչ են արել, եւ իրանք հասկանում են, որ դրա համար հեղափոխության պարագայում պատասխանատվություն պիտի կրեն ու իրանք տենց կամած շատ արագ դարձի եկան։ Շատ նորմալ որոշումներ են կայացնում, այն գործերը, որոնք ապօրին էին, դադարեցվում էին, այնտեղ, որտեղ կարելի էր կալանք չտալ, կալանք չէին տալի։ Ու դա անում էին ինքնական, որևէ մեկ իրանց հրահանգ չէր տվել կամ չէր պատժել դրա համար։ Բայց եկավ ինչ որ մի պահ, երբ որ հասկացան, որ չէ, մարդ Թազաշեֆ ա եկել, Թազաշեֆը շատ թափանցիկ է, շատ թափանցիկ, ինքը Facebook-ում ա գրում, ինքը միկրոֆոնով տարբեր տեղերից ելույթներ ա ունենում, հրահանգներ ա տալու, իրանց մնում է ինչ վերադառնալ այն նույն տեղը, որտեղից որ էս ամբողջ ընթացքում իրանք աշխատել են, ուղղակի շեֆի հրահանգները կատարել։ Ինչն էր փոփոխությունը այս process-ի մեջ, այն որ առաջ ինչ որ մեկը կուրատոր կար, զանգում էր, ասում էր, այս գործով էս կանեք, այս գործով են կանեք, հիմա կուրատորներ ճիշտ է ասում Նիկոլ Փաշինյանը, հիմա կուրատորներ չկան, հիմա Նիկոլ Փաշինյանը անձամբ գրառում է անում Facebook-ում, անձամբ լայվ է մտնում եւ անձամբ տարբեր եթերներից տալիս է հրահանգներ։ Այնպես որ ոչինչ այս իրավիճակում չի փոխվել ու ակնկալել որ որևէ բան կփոխվի, բայց այսպես հավերժ տևել չի կարող։ Բոլորը պիտի հասկանան։ Մենք ի վերջո սպասենք արդարադատության։ Իհարկե։ Դադարենք սպասել, թե շարունակենք պայքարենք, պետք է պայքարենք։ Երբ որ շատ հաճախ մենք լսում ենք նմանատիպ կարծիքներ, որ այնուամենայնիվ արդարադատություն չկա եւ այլն, սովորական մարդիկ, ովքեր փորձում էին դեմ գնալ, պայքարել, պահանջել արդարադատություն, ասում են, եթե չկա, ուրեմն ինչի համար դե չի լինի, հա, տենց տարբերակով է բանով են, չէ, իհարկե չէ, որովհետեւ գիտեք, մարդկանց թվում է թե դա իրանց դուրը չի հասնելու, բայց ամենապարզ օրինակով որ ցույց տանք, որոշվեց, որ օրինակ Գագիկ Ծառուկյանի հետ կապված սկսելու են որոշակի process-ներ, հետապնդումներ, գույքից ինչ որ զրկում ու մնացած process-ներ ու մարդիկ, ովքեր երկար տարիներ ասել են մենք քաղաքականությամբ չենք զբաղվել, մեկ է պարզվեց, որ իրանք աբանիմենտ ունեն առած օրինակ իր այդ մարզասրահի, բայց չեն կարողանում օգտվել։ Ասելա թե ուղիղ եկավ իրանց հասավ։ Հետո պարզվեց, որ մարդիկ, ովքեր ասում են մենք քաղաքականությամբ չենք, մենք պրոստը առևտուր ենք անում, տուն ենք պահում։ Այդ տուն պահողների դուրն էլ թակից, որովհետև իրանց հիմնարկներն է փակվեցին եւ իրանք էլ մնացին առանց աշխատանք։ Այսինքն երբ որ դու ասում ես ես որևէ բանով չեմ զբաղվում, որևէ բանով հետաքրքրված չեմ, հատկապես քաղաքականությամբ հետաքրքրված չեմ, ինքը սիրուն գալիս է ծեծում է քո դուռը, եթե ոչ ուղղակի սկսում զբաղվել քեզնով։ Քաղաքականությունը սկսում է քո հերն անիծել, եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ։ Սա չի նշանակում, որ բոլորը պիտի դառնան քաղաքական գործիչներ կամ փողոցները տենց պարկեն ասֆալտներին չգիտեմ ինչ, բայց կարծիք ձևավորելու տեսակետից դա շատ կարևոր, պահանջատիրության տեսակետից դա շատ կարևոր է։ 18 թվականից հետո օրինակ բան կար, երբ հարցնում էին հենց 18 թվականի վերջերն էր, հարցումներ էին արել, հարցրել էին օրինակ արդարադատության հետ կապված դատարանների բարեփոխումների հետ կապված պահանջ կա թե չկա, երևի տենց մի 15-20% դե ով շփվել էր դատարանների հետ արդարության համակարգի հետ, ասել են որ այո կա, մնացածը ասել են տենց խնդիր չենք տեսնում, որտեվ առիթ չէր եղել, չէին տեսել, չէին շփվել։ Հետո սկսեցին դատավարություններ, որտեղ մենք տեսանք այն դեպքերի հետ կապված, որոնք պիտի ակնհայտ էր էլի, որ պատասխանատվության հարց պիտի լինի, մեկ էլ արդարացում են մարդիկ ստանում, մեկ էլ հասկանում ես, որ ինչ-որ անհասկանալի գործունեություն է ծավալ։ 19 թվականի վերջներ հարցում էին իրականացրել եւ հարցվածների 80%-ից ավելին ասել են, որ այ արդարության համակարգը պիտի փոփոխության ենթարկվի, բայց այդ մենակ մի անգամ ասելով չէ, էլի։ Դու պիտի հետևողական լինես։ Կանի այս իշխանությունը այդ փոփոխությունները վստահաբար կարող եմ ասել չի անի։ Պիտի հրաժարվենք մենք այդ մտքից, որ երբևէ ունենալու ենք արդար, իհարկե ոչ, որովհետեւ արդարադատության համակարգի կայացվածությունը նշանակում է քաղաքական հետապնդումների չլինել, նշանակում է կոռուպցիայի չլինել, որովհետև ազգային ժողովի падգամավորը չի զբաղվում, չի պայքարում կոռուպցիայի դեմ, արդարադատության համակարգն է պայքարում։ Օրինակ Բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի հակասահմանադրական գործողությունների դեմով պիտի պայքարի, պարզավոր արդարադատության համակարգը, ուրիշ որևէ մեկը որևէ լծակ չունի։ Հիմա կոնկրետ այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական գործողությունները, որոնք իրանք անում է, օրինակ
եկեղեցու դեմ ուղղված գործողություններ ան։ Հիմա այս process-ի կանգնեցնելու համար ինչ պիտի լիներ։ Պիտի լիներ նորմալ արդարադատության համակարգ։ Քրեական գործ պիտի հարուցվեր ոչ թե կաթողիկոսի եւ սրբազանների վերաբերյալ, այլ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ այն արտահայտությունների, այն գործողությունների համար, որ ինքը հրահարում է, որ ինքը իրականացնում է իր կոնկրետ իր ձեռքով։ Մի փոքր խոսենք նաև հենց այս պետություն եկեղեցի հարաբերությունների մասին, հենց իրավական մակարդակով։ Որքանով պետությունը իրավունք ունի միջամտելու եկեղեցու գործերին։ Եթե մեր ռադիոլսողները չգիտեն, շատ հակիրճ երկու բառով ներկայացնեմ, թե ինչի համար է հիմա դատական գործընթաց գնում, կաթողիկոսը եպիսկոպոսներից մեկին պաշտոնանկ էր արել, այնուհետև դատարանը ստիպել էր, որ կներեք, պարտավորեցրել էր, որ այո, վերականգնի իրավունքը, այնուամենայնիվ կաթողիկոսը եւ եկեղեցին ասել էին, որ պետությունը իրավունք չունի միջամտելու եկեղեցու որոշումներին։ Դրա համար հիմա ինչ որ չափով մեծ հաշվով սկսվել է այս գործընթացը։ Ըստ սահմանադրության, ըստ իրավական ակտերի, ըստ օրենքի, որքանով է սա թույլատրելի։ Ըստ գործող օրենքների, ըստ գործող սահմանադրության, ըստ միջազգային կոնվենցիաների, ցանկացած կրոնական կառույց ազատ է, անկախ է իր ներքին խնդիրները, իր ներքին կանոնակարգերով, ընդունված կանոնակարգերով կարգերի շրջանակներում գործելու։ Որևէ մեկ այլ կառույց չի կարող այլ կրոնական կազմակերպություն լինի, չգիտեմ, տարբեր ՀԿ-ներ լինեն, պետություն լինի, իշխանություն լինի, որևէ մեկը չի կարող միջամտել ու ասել, թե ինչ պիտի անի որևէ կրոնական կազմակերպությունը։ Սա չի վերաբերվում միայն հայրաքելական եկեղեցուն, որևէ կրոնական կազմակերպություն չես կարող գաս ասես, դու սրանց դու սենց ես անելու։ Որովհետև դա օրենքի, սահմանադրության, կոնվենցիաների կոպտագույն խախտում է։ Եվ այսպես է եղել միշտ, եւ այսպես է ամենուրեք։ Բոլոր նորմալ adekvat երկրներում, բոլոր ժողովրդավար բաստիոն իրենց համարող երկրներում այսպես չի դիկտատորական ռեժիմներում։ Եթե մենք համարում ենք, որ մենք ընդունում ենք, որ մենք դիկտատորական ռեժիմ ենք, կարող ենք ասել, որ այո, շատ նորմալ է, որ պիտի գան ու որոշումների մեջ կամ մի քանի 100 տարվա, ասելա թե 1700 պլյուս տարվա կտրվածքով կանոնակարգերը, որոնք կան, Նիկոլ Փաշինյանը միանձնյա պիտի որոշի, թե այնտեղ ինչա լինելու։ Այլևս ինչպես է կարգավորվելու եկեղեցու ներքին գործերը։ Ու սա նորից չի վերաբերվում միայն հայրաքելական, ցանկացած կրոնական կազմակերպության միջամտություն, դա հանցագործություն է։ Եվ երբ որ քննիչը քրեական գործ է հարուցել, նախ աշխատանքի վերականգնման հայցով երբ դիմել էր դատարան այդ հերացված եպիսկոպոսը եւ դատավորը ընդունել էր վարույթ ու որոշում էր կայացրել, դա օրենքին հակասող որոշում է, որովհետեւ դա աշխատանքային հարաբերություններ չեն, ես քեզ գործի չեմ ընդունում։ Դու բան չես էլ, ինչ ասեմ, ծառահատման, չգիտեմ, բան չի, էլի, հասկանում եք, ցանկացած գործ բան չի, գործատու աշխատող բան չի, դա հարաբերություններ չի, դա ծառայություն է։ Դա ծառայություն է, որը դու ինքնակամ գալիս ես քո ծառայությունները այդ եկեղեցում մատուցելու եւ դու ունես կանոնակարգեր, որտեղ ամենաբարձր պաշտոն զբաղեցնող մարդու որոշումները բոլորի համար պետք է ընդունելի լինեն։ Եվ թիմի, որը որ որոշումներ կայացնելու իրավունք ունի, իրանց որոշումները բոլորի համար պիտի տենց անխոչնդոտ իրականացվեն։ Չեք ուզում այդ խաղի կանոններով խաղալ։ Շատ նորմալ է, Ժորժ ջան, գնացեք մի հատ էլ դուք եկեղեցի հիմնեք, շատ եք ուզում, այն հերձվածներով գնացեք ինչ որ մի բան հիմնեք, օրինակ Նիկոլ Փաշինյանի պաշտամունքի եկեղեցի կամ, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանի եւ 10 հերձվածների եկեղեցի գնացեք հիմնեք, ինքներդ ձեզ պաշտեք, Նիկոլ Փաշինյանի նկարը կախեք, ոնց որ Կարեն Անդրեասյաններ կախել, հետը խոսեք, որոշումներ կայացրեք, կամ ինքը գգա ձեզ կասի սկսում ենք աղոթել, աղոթեք, կասի դադարում ենք աղոթել, աղոթեք, կասի անուններ տվեք, կտակ, կասի մի տվեք, չեք տա, տենց էլ ձեր համար ապրեք, ոչ մի խնդիր չկա, բայց գալ ասել, որ հայ առաքելական եկեղեցու 1700 տարվա պատմության ընթացքում ստեղծված կանոնակարգերը դուք կարող եք գալ նորից, սա այնպես չի, որ միայն հայ առաքելական եկեղեցին է վերբերում, որևէ կրոնական կազմակերպություն կարող մտնեք ասեք սենց է լինում, տենց չի լինում, ու դա հանցագործություն է։ Հանցագործությունը նաև այն քննիչի գործողությունները, ովքեր քրեական գործ են հարուցել կաթողիկոսի եւ սրբազանների վրա, դա հանցագործություն է։ Հանցագործություն է նաև դատախազի, վերահսկող դատախազի, որտեղ քննիչը դե մարդ է, էլի հիմա կարող է սխալվի մարդը։ Դատախազի ֆունկցիան ինչի մեջ է։ Բացառել մարդկային գործոնը, բացառել կոռուպցիոն ռիսկերը, բացառել հազար ու մի պատմություն, որտեղ միանձնյա քննիչը չի կարող որոշում կայացնել, դիմա մարդ է, բոլորս է սխալական են։ Դատախազն էլ է պատասխանության ենթարկա մարդ, որովհետև պաշտոնյա, որովհետև ինքը հաստատել է մեղադրանք, որը հնարավոր չէր, բնության մեջ հնարավոր չէր։ Ու մնացած բոլորը, ովքեր որ
շարունակականությունը կապավեն այս գործի եւ առավելապես դատական ակտ, մեղադրական դատական ակտ կկայացնեն այս գործով, իրենք բոլորը քրեորեն պատժելի գործողություններ են անում ու շատ կարեւոր է այստեղ հասկանալ։ Տեսեք, ուսուցիչը, լրագրողը, չգիտեմ, այլ բնույթի գործունեություն իրականացող մարդիկ իրենք կարող է չիմանան, չպատկերացնեն այդ համակարգը ու ասեն դե պրինցիպի կարող է եւ նորմալ է, պրինցիպի կարող է ճիշտ է։ Քնիչը, դատախազը, դատավորը իրանք պրոֆեսիոնալ իրավաբաններ են, երկար տարիների փորձ ունեն, շատերը ես այնտեղ նայել եմ, եւ այս մարդկանց գործունեությունը իրանք գիտեն, իրանք հասկանում են եւ իրանք պարտավոր են իմանալ, որ սա հակապետական ասենք ասենք լավ հակաիրավական, հակասահմանադրական, կոնվենցիոն եւ հետեւաբար հակապետական գործունեություն է։ Երբ որ դու օրենք ես խախտում, ի վերջո դա ինչ որ մի ձևի էս պետության վրա անդրադառնալու է։ Հետեւաբար այս մարդկանց պատասխանատվությունը իհարկե շատ ավելի խիստ պիտի լինի։ Ու այն դատավորը նորից այն բոլոր մասնակիցների իրավական գիտելիք ու փորձ ունեցող մարդիկ, ովքեր մասնակից են այստեղ, իրանք պիտի հասկանան, որ 5 տարի հետո կլինի, 10 տարի հետո կլինի, 20 տարի հետո կլինի, կապ չունի երբ կլինի, լավ մտրամադրություններ չկցեն 20 տարի իհարկե չի ձգվելու այս process-ը։ Ինչ էլ որ լինի, իրանք պատասխանությամբ պիտի ենթարկվեն, որտեղ չի կարելի թույլ տալ այսպիսի բան։ Տիկին Կարապետյանց, ըստ ձեզ սա այս գործողությունները եկեղեցու դեմ են, թե անձանց դեմ, եւ նաեւ մի կարեւոր նյուանսի մասին էլ եմ ուզում խոսենք։ Նախընտրական շրջանում պետություն եկեղեցի հարաբերությունների լարվածությունը եւ այդ գործողությունները շարունակվող կարծես թե դադարել էին, հանդարտվել էին եւ այդքան ակտիվ չէին, եւ նաեւ քաղաքական ուժերից մեկի քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագրում կար կաթողիկոսին հեռացնելու, հիմա հստակ ձևակերպում չեմ ինչպես էր դա նշված։ Այնուամենայնիվ ամբողջ նպատակն այն էր, որ կաթողիկոսին պետք է հեռացնեն։ Սա իրավական տեսանկյունից նաև որքանով է թույլատրելի արդյոք օրենքը առհասարակ չի սահմանում կամ չի սահմանափակում, որ նախընտրական ծրագրում այդպիսի կետեր ներառեն կամ չէ, իրավական մակարդակով սա ինչպես է կարգավորվում եւ նաեւ ինչու ինչ որ փուլում հանդարտվեց այս գործողությունները, այս պայքարը եւ հիմա կրկին կարծես թե թափ են առել եւ շարունակվում են։ Մի հատ հին սովետական ֆիլմ կար, ասում եմ մի դիմում էլ դու կգրես, մի դիմում էլ կասեք թող ԿՊ-ի ծրագիրը գրանցողները մի դիմում էլ թող իրան գրեն կամ սպասեն, որ իրանց հետևից էլ պիտի անպայման պատասխանության հարցը իրանց հետևից էլ պիտի գա անպայման, որովհետև ակնհայտ հակասահմանադրական կետ ունենալ հակակոնվենցիոն, հակաիրավական կետ ունենալ ծրագրի մեջ ու այդ ծրագիրը գրանցվի ու թույլ տան, որ այդ կուսակցությունը մասնակցի ընտրություններին, դուք դառնում եք հանցակից ուղղակի այդ հակաիրավական process-ի մասնակից եք դառնում, չգիտեմ, սատարող, աջակից, ինչ եք դառնում այնտեղ տարբեր բաներ կա, կարգավիճակներ կա, այդ կարգավիճակներից մեկը հաստատ դուք եք լինելու ԿՀ-ում, որովհետև նորից սա այն աստիճանի հակասահմանադրական է, որ դժվար է պատկերացնել, մոտավորապես նույն բանն է, եթե ինչ որ կուսակցություններից մեկը գրել, որ մենք գալու ենք կուսակցության, չգիտեմ, մեզ հակադիր կուսակցության անդամներին ուտենք ու դա գրանցվեր էլ ու համարեն որ դա նորմալ է։ Այ նույն կարգի հակաիրավական process է։ Իհարկե սա քաղաքական հետապնդում է, սա ուղղված է ոչ թե մեկ անձի դեմ, նորից շատ կարևոր է մեր հասարակությանը տենց մոլորության մեջ կան մարդիկ, ովքեր տարբեր եկեղեցու տարբեր ներկայացուցիչների հետ իրենց տարբեր ժամանակներում իրականացրած կամ չիրականացրած գործունեության հետ հաշտ չեն կամ իրենց անձերի հետ հաշտ չեն ու մտածում են որ սա ինչ որ անձերի հետ է կապված ու իրենց որոշումների կամ Նիկոլ Փաշինյանը սատարելու հիմքում դրված այն որ ինչ որ մեկին իրանք չեն սիրում, մենակ կաթողիկոսին չեն սիրում, բայց սա կաթողիկոսի դեմ ուղղված գործունեություն չի, որտեղ պետքա սենց ավելի լայն նայել այս process-ին, պետքա նայել թե ինչքան երկար ժամանակ է օրինակ Թուրքիան պայքարել այն խնդիրների դեմ, որոնք բարձրաձայնում է եկեղեցին, պետքա տեսնել թե ինչ ջանասիրությամբ է Ադրբեջանը խոսում եկեղեցու մեր հայրաքելական եկեղեցու դեմ, մնացած որևէ կրոնական կազմ, ամենայն հարգանքով բոլոր կրոնական կազմակերպ, բայց որևէ մեկի դեմ տենց չարությամբ, տենց, չգիտեմ, ջանասիրությամբ չի խոսում ոնց որ հայրաքելական եկեղեցու դեմ։ Տեսեք թե ինչա կատարվում օրինակ մեր Աստված իմ Իսրայելում գտնվող մեր պատրիարխության հետ կապված ինչ դժվարություններ, խնդիրներ կան, հələ տեսեք ինչ խնդիրներ է տեսնում Նիկոլ Փաշինյանը օրինակ Սփյուռքի աշխատանքների, Սփյուռքի գոյության հետ, իրանց պայքարի հետ, այս տարիների աշխատանքի հետ կապված։ Այսինքն այս ամեն ինչը որ բերեք շարեք sense մի գծի վրա, կհասկանաք, որ չէ, իհարկե սա մի կաթողիկոսի դեմ ուղված process չի, սա հայրաքելական եկեղեցու դեմ ուղված process է, որտեղ Հայաստանը այս իշխանությունը իսկապես ցանկանում է
մենակ այս իշխանությունը չէ, նաև մեր բոլոր ժամանակներին այսպես ոչ բարի կամեցող երկրները ցանկացել են տեսնել թուլացած Հայաստան, տեսել են անողնաշար Հայաստան, տեսնել, չգիտեմ, որևէ գործիքակազմ չունեցող Հայաստան, ու այդ ուղղությամբ շատ մեծ աշխատանք են արել, այս իշխանություններն այտենց լծվել են մի այլ կարգի, այդ երազանքներն ու ֆանտազիաները տարբեր հակառակորդ երկրների իրականացնելու, եւ այդ երազանքներից մեկը եղել է հայրաքելական եկեղեցու չլինելը, ինչու, որովհետև հայրաքելական եկեղեցին ինքը ամենահամակարգված կառույցներից մեկն է, ինքը աշխարհի բոլոր ծայրերում ունի ներկայացուցիչներ, ինքը ունի հնարավորություններ հայությանը միավորելու, ինքը կարող է այն խնդիրները, որոնք մենք որպես իշխանություն, որպես պետություն չեն կարողանում բարձրաձայնել, ինքը իր գործիքակազմով կարող է բարձրաձայնել եւ ցանկացած պետություն կերազեր ունենալ, այսպիսի կոպիտ բառը մասել ներողություն եմ խնդրում, գործիք, լրացուցիչ գործիք քո պետությունը պետականությունը պաշտպանելու համար։ Եթե Ալիևը ունենա հայրաքելական եկեղեցու մասշտաբի հնարավորություններ ունեցող կառույց, ինքը աշխարհն է շուռ տվել։ Նիկոլ Փաշինյանը գնում է այդ կառույցը կազմաքանդելու, որտեղ իրան պետք է մի հատ տարածք, որտեղ իր տաբուրետկեն կտեղավորվի, ինքն էլ իր այդ բաների հետ, հա, իրան սպասարկող անձնակազմի հետ այդ մի տաբուրետկի վրա կտեղավորվեն, ու իրան դա բավարար է։ Թե մնացած ինչ կլինի այս երկրի պատմության, մեր մշակութային արժեքների, քանդվող եկեղեցիների, չգիտեմ, մեր բոլոր հնարավորությունների ոչնչացման հետ խորապես անտարբեր է Նիկոլ Տիկին Կարապետյան, մենք խոսեցինք պետություն եկեղեցի հարաբերությունների մասին։ Ուզում եմ նաև մի փոքր անդրադառնալ եկեղեցի պետություն հարաբերությունների մասին։ Եթե պետությունը իրավունք չունի միջամտելու եկեղեցու գործերին, արդյոք եկեղեցին իրավունք ունի քաղաքական հայտարարություններ անելու իրավական մակարդակով եւ տեսանկյունից եմ կրկին հարցս ուղում, արդյոք եկեղեցին իրավունք ունի պահանջելու իշխանության հեռացում, որովհետեւ հայ առաքելական եկեղեցին նմանատիպ հայտարարություն եւ պահանջներ արել է ամեն դեպքում սա իրավական տեսանկյունից թույլատրելի է։ Ես մի բան էլ բաց թողեցի, նախորդ ձեր հարցում էլ ասեցիք պետություն եկեղեցի, եկեղեցի չի պետությունը, ես եմ, դուք եք, մենք բոլորս ենք, իշխանություն եկեղեցի պայքար կա, իշխանության գործողություններն են, որ ուղղված են եկեղեցու դեմ, որովհետեւ պետությունը դա շատ ավելի լայն հասկացություն է, դա Նիկոլ Փաշինյանը մեր պետությունը չի, այս հարցով մի փոքր հստակեցում։ Հիմա եկեղեցու հետ կապված առանձին հոգևորականներ իրավունք ունեն խոսելու թե չէ, օրենքը թույլ է տալիս, որովհետև իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, թույլ է տալի տեսակետներ հայտնելու։ Ես ինքս շատ տենց լարված էի, երբ որ 21 թվական ջեներացիոն պատերազմից հետո հայտարարություն եղավ Նիկոլ Փաշինյանի հեռանալու հետ կապված եւ միացավ կաթողիկոսը, ես անկեղծ ասած այդ պահին շատ տենց լարված էի, որտեղ ես էլ եմ համարում, որ այդքան էլ ճիշտ չի եկեղեցուն միջամտել այդ հարցերին, բայց գիտեք, մենք շատ քիչ դեպքեր ենք ունեցել, անկախությունից հետո շատ քիչ դեպքեր ենք ունեցել, որ այս մասշտաբի արհավիրք ունենանք, այս մասշտաբի կորուստներ ունենանք եւ ես օրինակ ինչպես մարտի 1-ի հետ կապված հարցում եմ իսկ ինչու եկեղեցու ձայնը չէր լսվում, չգիտեմ, էլի տարբեր դեպքերի, որոնք փողոցում մարդկանց ուղակի հոշոտում էին ու ես ամեն անգամ հարցնում եմ ինչի եկեղեցին չի խոսում, ես կարծում եմ, որ հիմա էլ այդ նույն հարցը պիտի հնչեր, բա եկեղեցին ինչի չի խոսում, հատկապես Արցախի հայաթափումից հետո այդ հարցը ուղակի չէր կարող չհնչել, էլի, որովհետեւ մենք այնտեղ թողել ենք մարդիկ իրենց տներն են թողել, իրենց, չգիտեմ, գերեզմաներն են թողել, իրենց հազար ու մի բան են թողել, ու նաև եկեղեցին, ոչ միայն եկեղեցին, դա մերն է, պայետոգո։ Մենք թողել ենք մեր մշակութային արժեքները, մենք թողել ենք մեր եկեղեցիները, ու այսօր մեր եկեղեցիները քանդվում են, ու այսօր մեր եկեղեցիները հայտարարվում են որպես ոչ հայկական, չգիտեմ, ինչ որ ալբանական, ինչ որ տխմար բաներ են խոսում, ու շատ զարմանալի կլիներ, շատ զարմանալի, եթե եկեղեցին սրա մասին չխոսեր։ Եվ նորից շատ կարևոր է հասկանալ, կան իրավիճակներ, որոնք իրենց մասշտաբայնությամբ չեն որևէ կերպ, անգամ հավաքական իրենց ծանրությունը, դժվարությունը, հա, հետևանքները չեն կարող համեմատվել Արցախի կորստի հետ, այդ մասշտաբի հետ էլի, որ Արցախի կորուստներ։ Շնորհակալություն շատ Տիկին Կարապետյան։ Ես եմ շնորհակալ, բայց պիտի մի փոքր ասեմ, հանգարց չհուսահատվեք, որովհետև մենք գոնե չենք հուսահատվում, մենք գոնե չենք հիասթափվում, մենք շարունակում ենք աշխատել, մենք շարունակում ենք գտնել լուծումներ ու նրանք ովքեր որ որոշել են հանձնվել, խնդրում եմ ասում մի կողմ անցեք, մնացածին
դուքները այդ բառը լավը չի, չէ, տրամադրությունները տեղը։ Շնորհակալություն շատ Տիկին Կարապետյանց։ Հիշեցնեմ ռադիո լսողներին, որ դուք միացել եք 106.5 հաճախականությանը, կհանդիպենք